Ուրեմն սա առանցին թույլտվության կառուցված Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծել են Նոր-Նորքում, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Բաղյան փողոցում, որտեղից մեկ շաբաթ առաջ Չախոյանը տեսանյութ էր հրապարակել, մեղադրելով քաղաքային իշխանությանը համայնքային հողի զավթումը չկանխելու, ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար։ Եթե ես որևիցե մի բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանը իմ խոսքերը հերքի։ Չախոյանի խոսքով մոտ 500 քառակուսի մետր տարածքում ապօրինի շինարարություն է առանց թույլտվության։ Որն էլ կա։ Այդպես, ըստ նրա, համայնքին հասցվել է $560,000 վնաս։ Տեսանյութի հրապարակման օրը մի խումբ մարդիկ հարձակվել են ակտիվիստի վրա, քաշքշել նրան։ Ես դիմել էի ոստիկանություն, իրանց բերման ենթարկեցին եւ ազատ արձակեցին։ Կոռուպցիայի հովանավորչությունն է։ Արդեն 3 տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց, երբ Չախոյանը գնացել է Նոր-Նորքի նույն տարածքը ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել, նրան 7 հոգով ծեծել են։ Նույն մարկանցից էլ ինձ վրա հարձակվում են, ինձանից հեռախոսն են գողանում, այսինքն որ ինչ-որ դեպքի վերաբերյալ ինչ-որ բացահայտող փաստ չլինի, կրկին ոստիկանություն եմ դիմում։ Չախոյանի խոսքով տարածքի տերը Երևանի քաղաքապետի մտերիմներից է, հակառակ դեպքում քաղաքապետարանը կկանխեր ապօրինությունը։ Հետք լրատվական կայքի տեղեկություններով հողամասի սեփականատերը Նորիկ Արշալույսի Հովանիսյանն է, որը հայտնի է որպես Լունա տաքսի ծառայության տեր։ Նրա որդին Կարեն Հովանիսյանն է եղել ին վրա հարձակվողներից մեկը, պնդում է ակտիվիստը։ Հայաստանում զուտ խոսքի համար են մարդկանց ամիսներով ձերբակալում, իսկ տվյալ դեպքում, երբ որ հանցակազմը կա եւ անհերքելի է եւ հենց Տիգրան Ավինյանի մտերիմներն են եւ մարդկանց վրա արդեն երկրորդ անգամ են ինձ վրա հարձակվում եւ գողություն են անում, մնում են անպատիժ։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մեսրոպ Մանուկյանը համոզված է Չախոյանի ծեծին օպերատիվ կարձագանքեր ոստիկանությունը, եթե նա անդիմադիր հայացքներ չունենար։ Ոստիկանությունը զերո արձագանք, բայց ոստիկանությունը գործ ուներ Գյումրիում, պետք է գնային մարդկանց վրա հարձակվեին։ Այսօր այդ նույն մարդիկ բռնում են Չախոյան Արթուրին, ծեծում են երկրորդ անգամ։ Արթուրին հարցնում, ասում եմ ինչ ա եղել, ասում եմ ուզում եի գնայի զուգահեռ տանեի Վարդան Ղուկասյանի ու այս գործի մեջ, որ Երևան քաղաքում ցույց է տալի, որ հողերը զավթել են, կաշառք են տվել, էս են արել, են արել, զերո արձագանք։ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանն արձանագրում է, հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը Երևանն անտեր էր թողել, ամբողջ ոստիկանությունը զբաղված էր Գյումրիի քաղաքապետին բերման ենթարկելու օպերացիայով։ Գյումրիում մենք տեսանք բազմաթիվ ոստիկանական ուժեր։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգահարում է ոստիկանություն, մասնավորապես Նոր-Նորքի բաժին եւ պարզվում է, որ այդտեղ ոստիկան չկա, որովհետեւ ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում եւ քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։ Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեք, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Ձեզ վստահեցնում եմ, որ Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից եւ 3 եւ մնացած օրերին։ Ես ճիշտ ասած կասկածում եմ, որ ահազանգ տրված լինի Նոր-Նորքի բաժին կամ 102 համարով եւ այնտեղից պատասխան հնչի, որ այս պայն բավարար ուժեր չկան, որ մոտենան։ Պարզից պարզա, որ Չախոյանի ցուցմունքից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, ակտիվիստի տեղեկություններով մի տարեց մարդու են ձերբակալել, որը իրեն չի ծեծել։ Մեջների ամենաչեզոքին են ընտրել էլի, այլ ոչ թե նրանք, որ հենց ամիջապես հարձակվել են ու գողություն են արել։ Երևանի քաղաքապետարանը զրպարտություն է համարում ակտիվիստի հայտարարությունը, քաղաքապետը պատրաստվում է դատի տալ Չախոյանին զրպարտության համար։ Աննա Գյուրնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։